Ինչ վերաբերվում է Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցներին, ես ուզում եմ ասել, որ այդ հարցի վերաբերյալ մեր ռազմավարությունը ես հրապարակել եմ եւ մեր ընկալումը այն է, որ մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում, մենք արդեն նրանց ուրեմն բնակ ապահովման, տներով ապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, բայց ես համոզված եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի եւ մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ։ Ինչու՞։ Եվ ես այս թեմային անդրադարձել եմ նաեւ օգոստոսի 18-ին հանրությանը ուղված իմ ուղերձում, իսկ ուղերձի իմաստն այն էր, որ մարդիկ հարց են տալիս, ինչքանով է իրատեսական փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ես ուղիղ ասում եմ, որ ես դա իրատեսական չեմ համարում, ավելին եւ կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետեւ մարդիկ պետք է իրենց հեռանկար եւ պլանները կառուցեն։ Եվ ընդհանրապես փախստականների վերադարձի թեման այս համատեքստում բոլոր փախստականների վերադարձի թեման ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետև կոնֆլիկտները, այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկտը սկսվել է, թվում է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ եւ վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի։ Իմ ընկալումն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, եւ մենք պետք է կենտրոնանանք այս բանաձևի վրա եւ այս բանաձևը իրականացնելու վրա եւ առաջիկա տասնամյակներում, եթե շատ ուղիղ եւ գուցե ոչ այդքան դիվանագիտական լեզվով ասեմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար եւ պետք է կենտրոնանան տնտեսական համագործակցություն եւ քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։ Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն Հայաստանի Հանրապետությունում։ Սա է մեր ռազմավարությունը։ Շնորհակալ եմ։